Սիրելի հայրենակիցներ, սա Իրանի Սպահան քաղաքի ասում են Մեյդան Նախշե Ջահան, որ այլ կերպ Շահ Աբբաս արքայի թագավորական հրապարակն է։ Ահա այստեղ նստել է Շահ Աբբաս արքան 17-րդ դարում։ 1604 թվականին Շահ Աբբասը, որի դեպ ծննդով Ղզլբաշ էր, ազգությամբ Բաքու պարսիկ չէր, բայց դառնալով Իրանի Պարսկաստանի շահ, նա այստեղ էր իր նստավայրը, որովհետև Սպահանը Իրանի Պարսկաստանի մայրաքաղաքն էր եւ քանդելով Հայաստանը, փաստացի քանդելով արևելյան Հայաստանը, այդ թվում մեր իմացած այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, Նախիջևանը, Արցախը, հյուսիսային Արցախը, Արևմտյան Հայաստանի մի մասը, Կարս, Արդահան, Մասիս, Սարի շրջակայքը, Իգդիրը, հսկայական մի հատված եւ ավերելով հայերին բերեց, այստեղ բնակեցրեց, այստեղ էլ նստավայրն էր, իսկ ահա սա էլ հիմնական մզկիթն էր, որտեղ մահմեդական, իսլամական արարողություններ են տեղի ունեցել։ Այսօր այս տարածքում հիմնականում շատ են հայեր ապրում, պարսիկները ներկայացնում են որպես իրենց պատմամշակութային վայր, ճիշտ են անում, իրոք շատ կարևոր նաև մշակութային արժեք է ներկայացնում, բայց մենք հայերս պիտի իմանանք, որ Շահ Աբբասը ինչպիսի հրեշավոր գործողություններ է արել մեր նկատմամբ եւ մեծ հաշվով այսօր ինչպես որ Ջուղան 1600-ականներին դարձավ Հայաստանը քանդվեց եւ կառուցվեց Ջուղան այսօր կարող է դառնալ նաեւ Հայաստանի վերածննդի սկիզբը։